Ողջույն սիրելիներ, Career Shock-ն է եթերում, իսկ այսօր Life Coaching մասնագիտության ներքո քննարկելու ենք գիտակից ծնողավարության թեման։ Այսօր իմ հյուրն է Master Life Coach Աննա Ծատուրյանը։ Ողջույն Աննա ջան, անչափ ուրախ եմ, որ իմ հյուրն ես այսօր։ Ողջույն Նարինե, շատ շնորհակալ եմ այս հրավերի համար։ Աշխարհի ամենաբարդ, բայց ամենահաճելի մասնագիտությունը ճակերտների մեջ, որն է ծնող լինելը։ Արի մի փոքր պատմի մեզ, թե ինչպես ընտրեցիր Life Coaching մասնագիտությունը։ Եթե շատ անկեղծ լինեմ, դեռ փոքր հասակից ինձ շատ հետաքրքրել է մարդու ներաշխարհը, նրա մտածելակերպը, գաղափարները եւ ինչպես է մարդը արձագանքում կյանքին եւ ինչպես է ստեղծում իր կյանքը։ Բայց մասնագիտություն ընտրելուց ընտրեցի լեզուները, որովհետեւ ինձ շատ հետաքրքիր էր մարդու mindset-ը։ Ու ես փորձում եմ լեզուների շնորհիվ գտնել, ճանապարհորդել, հնարավորության դեպքում նաեւ ապրել արտասահմանում, որպեսզի կարողանամ ծանոթանամ, թե տարբեր մշակույթները ինչպես են օգնում մարդուն բացահայտել նոր արժեքներ, նոր մտածելակերպ եւ ունենալ ավելի մեծ աշխարհայացք եւ այսքան տարի հետո ի զարմանս ինձ այդ իմ սերը, իմ հետաքրքրությունը մարդու ներաշխարհի, մտքերի, մտածելակերպի մասին ինձ դադար չէր տալիս եւ երբ փորձեցի ուսումնասիրել նորից հոգեբանությունը որպես մասնագիտություն, այդ ժամանակ այդ ամբողջ սերչերի ժամանակ անընդհատ գալիս էր life coaching ու մտածեցի մի հատ հասկանամ թե life coaching եւ հոգեբանություն այսքան քննարկվում է առայժմս ինչքանով իրար հետ կապված են, կապված չեն եւ ինչքանով ինձ կօգնի ու բացահայտեցի մի փոքր ուսումնասիրելով life coaching-ի մասին հասկացա դա այն մասնագիտական ուղղությունն է, որը միավորում է իմ հետաքրքրությունը, իմ սերը մարդու ներաշխարհի mind body soul-ի բալանսը ստեղծելը, հա, միտք, հոգի, մարմնի բալանսը ստեղծելը ու մարդկանց օգնելու ցանկությունը։ Աննա, իսկ ինչով է տարբերվում հոգեբանի եւ life coaching գործունեությունը, ինչքանով են նման, ինչքանով են տարբեր, որովհետեւ երկուսն էլ աշխատում են անձանց հետ օգնելու նրանց ներկան, ապագան կառուցելու, օգնելու ձերբազատվել տրավմաներից։ Ինձ հետաքրքիր է եւ վստահ եմ դիտորդներին եւս, թե ինչով են տարբերվում հոգեբաններն ու life coach-երը։ Լավ հարց է, շատ լավ հարց է։ Տեսեք, life coaching-ը ինքը որպես մասնագիտության ուղղություն աշխատում է անհատի գիտակցության մակարդակը բարձրացնելու, օգնելու մարդուն, որ ինքն իրեն ավելի լավ հասկանա։ Մարդու կյանքում միշտ լինում են ինչ-որ իրավիճակներ, խնդիրներ, որ անընդհատ կրկնվում են։ Օրինակ, հաճախ լսում ենք նույն խնդիրները հարաբերություններում, նույն լարվածությունը ընտանիքում, նույն լարվածությունը երեխաների հետ, նույն դժգոհությունը աշխատանքից, նույն առողջական խնդիրները, ու թեպետ ցանկացած գիտակից մարդ գիտակցում է, որ պետք է բարելավի կյանքի խնդիրները, որ ունի, բայց շատ կարճ ժամանակ անց հետ է դառնում իր ստանդարտ նորմալ առօրյային, որի արդյունքում չի ունենում ոչ մի փոփոխություն։ Այստեղ life coach-ը գալիս է եւ օգնում է անհատին մի պահ կանգ ենք առնում եւ պարզապես գիտակից ձևով նայում են կյանքի այն ոլորտները, տեսնում ես խնդիրը, նույն իրավիճակը եւ գիտակից ձևով փորձում ես հասկանալ ինչ ես ուզում փոխել։ Այ երբ որ այդ awareness, self awareness-ը առաջին քայլն է, այսինքն ինքնագիտակցաբար ու փորձում ես հասկանալ թե ինչով է խանգարում եւ ինչ լուծում կարող ենք տալ։ Ու քանի որ դա շատ բարդ process կարող է լինել, life coaching-ը ունի շատ tools-եր, skills-ներ, որ շատ հետաքրքիր խոսակցության միջոցով դու կարող ես ինքդ էլ չզգաս տվյալ իրավիճակը ներկայացնում ես ու մեկ էլ սկսում ես մտովի հասկանալ ինչ փոփոխություն ես ուզում ու ինչ ձև կարող ես հասնել։ Ու այդ փոփոխությունն է լինում է life coach-ի օգնությամբ շատ turtle step ենք ասում, հա, life coaching-ի մեջ փոքր քայլերի օգնությամբ, որպեսզի հնարավոր լինի փոփոխությունը ստեղծել։ Այ հոգեբանները աշխատում են անհատի անցյալի վրա, աշխատում է անհատի տրավմաների վրա եւ ունենք շատ mental illness-ներ, որոնք շատ բարդ են եւ հոգեբանները բավականին մեծ աշխատանք են կատարում այդ ուղղությամբ եւ
եթե մեկ բառով թեպետ սխալ կհինչի է ձև definition-ը տալ, եթե հոգեբանը փորձում է անհատին օգնել աշխատել իր անցյալի վրա, տրավմաների վրա, իրավիճակների վրա, life coach-ը աշխատում է functional մարդու հետ, իր ներկայի եւ ապագայի վրա։ Այսինքն հոգեբանը թերապիաների միջոցով օգնում է մարդուն ձերբազատվել անցյալի տրավմաներից կամ ներկայի կուտակումներից, այսպես զգացմունքների, իսկ life coach-ը, եթե ճիշտ հասկացա, տալիս է համապատասխան քայլերի ուղղություն, որոնց շնորհիվ մարդը փոխում է իր առօրյան կամած փոքր քայլերով։ Միանշանակ ճիշտ ես, շատ հաճախ վերջերս ինձ հետ մի հատ դեպք եղավ, օրինակ բերեմ, միգուցե ավելի հեշտ կլինի հասկանալ, երբ որ փորձում է այդ մայրիկի հետ աշխատել, երեխայի հետ կապված շատ բավականին լարված հարաբերություններ ունեին, ու conscious parenting-ի միջոցով փորձում էր ավելի գիտակից մայր լինել եւ այդքան react չաներ, հա, անընդհատ իրանց միջև տարաձայնություններ էին, բայց եւ հասավ մի պահ, երբ որ մենք աշխատեցինք իրար հետ որոշ ժամանակ, բայց հասանք իր տրամաներին։ Երբ որ հասանք իր տրամաներին, կոնկրետ այս օրինակը որ բերում եմ, կար physical abuse եւ ոչ միայն mental abuse, նաեւ physical abuse։ Այդտեղ ես դադարեցրեցի մեր session-ը ու ներողություն խնդրեցի, բայց ասեցի, գիտես, երբ որ հասնում է շատ լուրջ տրավմաներին, բավականին լավ հոգեբաններ ունենք, ես refer արեցի, որպեսզի հոգեբանի հետ աշխատի, երբ որ նման մեծ տրավմայի հետ են աշխատում, ես ու առաջարկեցի իմ օգնությունը, որ կարող ենք միևնույն ժամանակ հոգեբանի հետ աշխատենք։ Իսկ եթե միայն ինձ հետ պետք է աշխատել, դա գիտեք, երբեմն պետք է շատ արդար լինես ու ընդունես այն սահմանները եւ գծերը եւ ինչքանով դու գիտելիք ունես տվյալ իրավիճակի հետ աշխատելու համար։ So երբ որ հասնում է լուրջ տրավմաներին, physical mental abuse-ներ կամ mental illness-ներ, այդ դեպքում մենք խորհուրդ ենք տալիս միմիայն աշխատել հոգեբանների հետ։ Իսկ ավելի functional մարդիկ, որ ասենք այս պահին իրանք չունեն այդպիսի մեծ տրավմաներ, երեխաների հետ կա լարվածություն, հարաբերություններում խնդիրներ, շատ դժգոհություններ ունեն աշխատանքից, բայց փորձում են քարիերը փոխել, բայց անընդհատ այդ մասին խոսում են, տարիներն անցնում է, իրանք բողոքում են, բայց ոչինչ չի փոխվում։ Այստեղ life coaching-ի միջոցով դու կարողանում ես բերել այդ քո ցանկացած փոփոխությունը ու բարելավես քո կյանքի այդ կոնկրետ ոլորտը, որ ուզում ես փոփոխությունը տեսնես։ Կխնդրեի մի փոքր ներկայացնես, թե ինչ է իրենից ներկայացնում գիտակից ծնողավարությունը, որոնք են դրա հիմնական ամենակարևոր կետերը եւ ինչով է այն տարբերվում ավանդական ծնողավարությունից։ Շատ լավ հարց է, շնորհակալ եմ հարցի համար։ Քանի որ մենք խոսեցինք life coaching-ից, ուզում եմ այդ gap-ը լրացնենք, թե ինչ կապ ունի life coaching-ը եւ conscious parenting-ը, գիտակցված ծնողավարությունը։ Տեսեք, ինչպես խոսեցինք, life coaching-ը դա մարդու ընդհանուր գիտակցական մակարդակը բարձրացնելու, կյանքը բարելավելու մասնագիտական ուղղություն է, բայց այն այնքան լայն է, որ ունի տարբեր ուղղվածություններ։ Հա, այսինքն խնդիրներ ունեն այն մարդիկ, որ խնդիրներ ունեն բիզնեսի հետ, ունենք բիզնես քոչեր, այն մարդիկ, որ ավելի բարելավել իրենց առողջությունը, հա, ունենք wellness coach-եր եւ life coaching-ի այդ ուղղություններից մեկը conscious parenting-ն է, conscious parenting, որը ես ընտրեցի զուտ այն պատճառով, որ ես ինքս ծնող եմ, երկու երեխաներ ունեմ, 9 եւ 7 տարեկան, ու ես, գիտեք, արդեն կորել էի ավանդական ծնողավարության եւ նոր ծնողավարության գաղափարների, մտքերի, մեթոդների մեջ, բազմազան գրքեր, podcast-ներ, ուղղակի մոլորված մի հատ մարդ էի դարել, որ ոչինչ չէի հասկանում։ Ու ընտրեցի conscious parenting-ը։ Ասեք ինչով է տարբերվում ավանդականը եւ գիտակցված ծնողավարությունը։ Տեսեք, ավանդական ծնողավարությունը ամբողջ շեշտը դնում է երեխայի վարքի վրա, դաստիարակության եւ վարքի վրա։ Կենտրոնանում ենք ինչպես երեխան պետք է իրեն պահի, ինչ արդյունքներ պետք է ունենա։ Այ գիտակից ծնողավարության ժամանակ մենք ամբողջ շեշտադրումը դնում ենք ծնողի վրա։ Գիտեք, ինձ համար այնքան շոկային էր, երբ որ դասընթացները վերցնում էի ու առաջին նախադասությունը որ կարդացի, conscious parenting, այսինքն ծնողավարություն։ Ու ասաց, որ parenting is all about the parent։ Ծնողավարությունը միայն ծնողի մասին է։ Ու հենց այդ ժամանակ ինձ մոտ այդ awakening-ը, հա, որ աչքերս բացվեց ու ես հասկացա, որ քանզի ինձ ծնողներս դաստիարակել են ավանդական դաստիարակությամբ, որի համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև այն ժամանակ իրանք օգտագործել են այն ինչ իմացել են եւ կարողացել են,
Բայց հիմա ես փորձեցի հասկանալ, իսկ ծնողը ինչ պետք է անի ու հասկացա, որ գիտեք, ծնողի դերը շատ մեծ է եւ եթե ամբողջ կենտրոնանալը եւ ուշադրությունը ուղենք ծնողին եւ ինչպիսի էմոցիաներ ունի ծնողը երբ որ բարկանում է, ինչպես է կարգավորում իր էմոցիաները երբ որ երեխան ճիշտ չի պահում իրան, ծնողը ինչպես է արձագանքում ու conscious parenting-ը գիտեք, ինքը շատ մանր փոքր քայլերի մասին է, բայց այդ փոքրիկ քայլերը վերցնելով դու դարձնում ես քո հարաբերությունը երեխայի հետ շատ առողջ եւ ապահով։ Այսինքն conscious parenting-ը սկսում է ծնողի ինքնաճանաչողությունից, այո, սկսում է ծնողի ինքնաճանաչողությունից եւ սկսում է ծնողի emotional regulation-ից, այսինքն ծնողը առաջին հերթին պետք է կարողանա իր էմոցիաները կարգավորի եւ ամենակարևոր կետերից մեկը connection over correction։ Տեսեք, ավանդական դաստիարակության կամ ծնողավարության մեթոդների մեջ մենք փորձում ենք անընդհատ ուղղում ենք թե ինչպես պետք է բարևի, ինչպես մոտենա, ինչպես պետք է իրեն պահի, դասերը որ ժամի սովորի, ծնողավարության ժամանակ մենք ոչ թե ասում ենք, որ վարքը կարևոր չի, երեխային այդ ամեն ինչը սովորացնելը լավ չի, բայց մենք սկսում ենք մեզանից։ Այսինքն, հիմա մի հատ շատ པարզ օրինակ բերեմ, վերջերս ծնողներն են եւ իրանց թինեյջեր երեխան, մենք ծանոթացանք եւ շատ դժգոհություններ կար երեխայի վարքից, հիմնական խնդիրը ծնողները բողոքում են, որ երեխան 13 տարեկան է եւ արդեն վեյփ է ծխում, շատ անհանգստացած էին, իրանց տունը արդեն մեծ կռիվներ էր, ծնողներն են երկուս եւ երեխան էր ու հայրիկին հարցրեցի, իսկ տան մեջ ինչ որ մեկը ծխում է։ Դե բնականաբար արդեն գուշակում ես ինչ եմ ասելու ու հայրիկն ասեց դե ես միշտ ծխել եմ ու էսի հա մի քիչ ավելի հենց նույն բառերով ասեմ, բայց դե այդ ինչ կապ ունի, իմ երեխան կարող է ծխի, երբ որ ինքը դառնա 21 տարեկան կամ ավելի մեծ լինի ու ասում եմ իսկ դուք երբ եք սկսել ծխել։ Դե ասում եմ ես մի 15 տարեկան էի, ասում եմ տեսեք ծնողավարությունը հենց այդ իրավիճակներ, այդ pattern-ների կրկնողությունն է, այսինքն ու գիտեք ծնողը որ ասում եմ պետք է աշխատեն երեխայի հետ, ասում եմ ես դեմ չեմ որ ծխի, իսկ ասում եմ դուք հասկանում եք, դուք արդեն model եք արել, այսինքն դուք այդ երեխայի մեջ սերմանել եք պատկերը, հա այդ սերմկցել եք ու ջրել եք ու հիմա մենք ունենք այս պատկերը ու այդ պարագայում զարմանալի չէ, ծնողներն ասեցին, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, please երեխայի հետ աշխատի, իր մտածելակերպի ու ասեմ ձեզ, շատ ժամանակ երբ որ ծնողների համար շատ դժվար է եւ գիտեք տարբեր excuse-ներ կարող է լինել, ժամանակ չունենալ եւ չցանկանալ ինքն իր վրա աշխատանք անել, այդ դեպքում արդեն աշխատում եմ զուտ երեխայի հետ, բայց այն ծնողները որ հիմա լսում են մեզ, դեռ ունեք շատ ժամանակ, որ ձեր ցանկացած գիտակից, որոշումով, խոսքով, մտքով ստեղծած այդ environment-ից դուք ձեր երեխայի մեջ սերմանեք պատասխանատու եւ գիտակից անհատ, երբ որ դառնան թինեյջեր, այդ դեպքում էլի խնդիրներ լինում են բնականաբար, նույնիսկ թինեյջերների մոտ, գիտեք, դա կենսաբանություն էլ է, չէ, հորմոնների փոփոխություն է, մեծ փոփոխություններ է լինում, բայց երբ որ դու արդեն ունես առողջ եւ վստահելի հարաբերություն, դու կարողանում ես այդ խնդիրները շատ հեշտ հաղթահարել։ Երբ որ ասում են երեխան, հա հայլին է, արտացոլում է ընտանիքի պատկերը, բայց չգիտես ինչու, գիտես ավանդական այդ ծնողավարության միգուցե ես ասեմ թերի կետերից մեկն էլ այն է լինում, որ տեսեք, իրենց վարքի համար, եթե ասենք գնում ենք միջոցառումներ կամ ունենք հյուրեր, երեխային ստիպում են պահել իրեն ինչ-որ հատուկ ձև։ Այսինքն, տեսեք, մենք ինչպես ենք ընկալում կյանքը, emotion-ների միջոցով, էմոցիաների միջոցով։ Եկեք հասկանանք emotion բառը ինչ է։ Emotion, այսինքն energy in motion, հա, էներգիա է, այսինքն էմոցիաները մեր ներքին աշխարհի հետ կապվելու մեր լեզուն է։ Հիմա երբ որ երեխան զայրացած է, ասենք ուշը ժամա չի ուզում երկար նստի, հյուրեր ունեն, շատ զայրացած է, դու ստիպում ես երեխային անի ինչ որ իրեն պահիս ինչ որ ձև որ քեզ հաճելի է եւ քեզ համար լավ ես զգում, դու արդեն երեխային ստիպում ես իր ներաշխարը
բալանսից դուրս գա։ Երբ որ երեխան արդեն թինեյջեր կամ արդեն adult է դառնում, ու երբ որ իրանք պորտկում են, ինչ է նշանակում այդ մեծ պորտկումը, այդ մեծ միանգամից ասենք շատ ենք չէ լսում, սկսում են դրագներ անել, վեյփ անել, իսկ ինչ է կարծում դրա հետևում ինչա կանգնած։ Մի փոքր վիճելի հարց է երևի թե, որովհետև տեսնում ես ընտանիքներ, որ իսկապես երեխային տալիս են ազատություն, տեսնում ես, որ նրանք ունեն այդ կապը երեխայի հետ, որպեսզի երեխան շարժվի այնպես, որ ինչպես որ իրեն հաճելի է, եւ արդյունքում լինում է այնպես, որ երեխան մեծանում է շատ դաստիարակված, շատ զսպված, կառավարված, ինքնակառավարված եւ այլն, բայց լինում է նաեւ հակառակը, որ երեխայի մեջ երբ որ փոքր տարիքում չեն սաստում անկարգությունները, չեն սովորեցնում զսպվածություն, դա արտացոլվում է իր արդեն չափահաս տարիքում կամ թեկուզ անչափահաս, բայց երեխան արդեն հասարակության մեջ ճիշտ չի դրսևորում իրեն։ Ես ուզում եմ անդրադառնամ նորից այդ օրինակին, որ դու օրինակ բերեցիր, երբ որ մենք երեխային զսպում ենք, երեխային ասում ենք, այսպես պիտի վարվես եւ այլն։ Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ որ ընտանիքը կարող է ճիշտ մոդելը ներկայացնի, ընտանիքը կարող է ճիշտ վարքագծերը ցուցաբերի, բայց երեխան նաև գնում է դպրոց, երեխան նաև սովորում է այլ մարդկանցից։ Դրա համար ինձ հետաքրքիր է, արդյոք սխալ է, երբ որ դու քո երեխային անընդհատ ուղղում ես, որ նայիր, դու մեքենայից դուրս ես գալիս, պետք է բարևես դարպասի մոտ կանգնած դպրոցի աշխատողին։ Դու պետք է բարձր բարևես, դու պետք է այսպես շարժես։ Ես մի փոքր երբեմն զգում եմ, որ անցնում եմ ծայրահեղությունների, որովհետև անընդհատ ուղղելու երևի դա այդ ավանդական պահը ինձ մոտ շատ ուժեղ մնացել է, բայց որովհետև մտավախություն կա, որ երեխան կարող է նաև վերցնել դրսի շրջապատի վարքը իր վրա։ Դրա համար ոնց որ ես մանավանդ, երբ որ դու գտնվում ես օտար երկրում, օտար մշակութային շրջապատի մեջ, դու անդադ ուզում ես, որ վերահսկես երեխայիդ վարքը, վերահսկես, ուզում եմ քո խորհուրդը այս առումով որպես շատ լավ հարց է։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ ձեզ տրված է մի հատ շատ բերքարատ հող, հա, քո բակում, ու դու կարող ես ու մտածում ես, ուզում ես մի հատ գեղեցիկ այգի ստանաս, որ այնտեղ լինում են թռչուններ, այնտեղ լինում են չգիտեմ թիթեռներ, բերքատու ծառեր եւ գեղեցկություն, հանգստություն, անդոր, այսինքն գեղեցիկ մի ստեղծելու հնարավորություն ունես։ Քանի այդ հողը քեզ տրված է, երբ որ ցանկացած օր գնում ես հողի վրա աշխատելու, դու ինչ ես սերմանում եւ քո դրած այդ սերմերը ինչքան կարևոր է, որ ինչպիսի երեխա կմեծանա։ Չէ՞ որ այն ինչը սերմանում ես, դու պետք է անընդհատ ջրես, գիտակից մոտենաս, ինչպիսի երեխա եմ ուզում մեծացնել, ու անընդհատ այդ թեմաների մասին խոսաս, պարտադիր չի, որ անընդհատ ուղես եւ կրկնես։ Բայց կարող ես էդի մոդելավորել, այսինքն ինչ որ պատմություն ես կարդում, հատկապես փոքր երեխաների համար, հա, այնքան լավ conscience story-ներ կան այսօր, ու ես միշտ ասում եմ բոլոր այն մայրիկները, որ հիմա լսում են, conscience story-ներ կան, որ այդ պատմությունը կարդում ես ամեն գիշեր երեխայի քնելուց առաջ, կես ժամ առաջ, ու սովորաբար 10-12 էջ են, ու ցանկացած գիրք ունի ինչ որ message, ու կարող ես collection-ներ ունեն, այսինքն թե ինչ արժեք ես ուզում սերմանես երեխայիդ մեջ, ուզում սերմանել հարգանքով responsible եւ շատ respectful մարդ լինի, հա, հարգանք ունենա, ուրեմն նույն այդ հեքիաթների միջոցով կամ երգերի միջոցով, ամենօրյա խոսակցության միջոցով դու դա պետք է սերմանես։ Գիտեք, մեկ էլ մի բան կա, մենք միշտ ասում ենք cause and effect։ Երեխային ուղղակի պետք է սովորացնել, որ ինչ քայլ որ դու վերցնում ես, ունի իր հետևանքը։ Ինձ թվում է դա ամենալավ ուսուցիչն է, ու երբեմն որ նկատել եմ, շատ վիճարկելի է այս թեման, բայց ծնողները փորձում են ամեն ինչ անել երեխաների համար, ծնողները անընդհատ փորձում են ուղղել երեխայի վարքը, ծնողները անընդհատ փորձում են ուղղել երեխային, բայց երբեմն պետք է թողնես, որ երեխան ինքը սխալ անի։ Ասենք օրինակ վերցնենք, շատ հաճախ ինչքան է լինում, ծնողը ստիպելով հագցնում է, ջղայնանում է, գնում են ավտոն, այսինքն այդ ամբողջ քո ծնողավարությունը այդ պահին, դա իրական դեմքն է, բայց նույն ձևով դու կարող ես ասես,
Օ չես ուզում հագնել, շատ բարի, ուրեմն չես հագնի, բայց քանի որ դու մեծահասակն ես, դու հասկանում ես ավելին, դու հասկանում ես այն հետևանքը, որ երեխան չի հասկանում, դու ժակետը կամ բլուզկան վերցնում ես, ուղակի դնում ես քո պայուսակի մեջ ու գնում ես ավտոն։ Ու երբ որ գնում եք ինչ-որ միտեղ, ասեն գնում եք ռեստորան, երեխան սկսում է մրսել։ Թողնում ես մի քանի րոպե, որպեսզի երեխան մրսի, հավատացեք, այդ ցուրտը, այդ պահին մրսելը ու մի քանի րոպե դողալը, դա լավագույն ուսուցիչն է։ Իսկ դրանից առաջ մենք ինչ էինք անում, տուն ունենք այսպես ասած արդեն մի հատ մեծ թանտրում, մեր տրամադրության վրա է ազդում, որտեղ որ գնում ենք, մենք արդեն լավ տրամադրություն չունենք, ժամանակ է պետք որ self regulate անենք, մեզ էմոցիաները կարգավորենք երեխային, դուք պատկերացնում եք մի հատ այդ փոքրիկ քայլով թույլ տվեք թող սխալ անի, բայց նորից նշում եմ, այդ չի նշանակում պետք է երեխային բացի թողի թողն չէ որ դու ծնողն ես դու արդեն հետևանքի իմանալով դու ոչ թե անտեսում ես եւ թողնում ես ինչ որ պատահի բայց դու փորձում ես իրան ուղղորդել այսինքն հիմա ինչ է կատարվում 5 րոպե հետո մրսելուց հետո ժակետը հագցնում ենք ասում ես տեսար փոքրիկ ջան ասում է չէ ցուրտ է որ հետո մրսես գիտես մենք չենք կարող մյուս առիթներին գնանք մասնակցենք Օ, երեխան սովորես նաև, որ օ, մայրիկը ինձ ուղղորդում է, ինձ սովորացնում է, ինձ գայդ է անում։ Այո, այսինքն conscious parenting-ը կենտրոնանում է այն բանի վրա, որ երեխային պետք է առաջնորդել, երեխային պետք է սովորեցնել, բայց միշտ ավելի մեղմ միջոցներով, որպեսզի քո սովորացրածը հետո նրան չդառնա տրավմայի պատճառ, այսինքն միջոցները, մեթոդները ավելի մեղմ են եւ ավելի կենտրոնացած reward-ների վրա, այսինքն ինչ լավ բան կպատահի, եթե դու ընտրես այս լավ ընտրությունը անես, քեզ այս լավ բանը կպատահի։ Ես անկեղծ ասած, ես միշտ երբ անում եմ սխալը, շատ անմիջապես զգում եմ, որ ես այս սխալը արեցի, հետո կարող է գիշեր ինչ-որ sense մտատանջվեմ, որ ես սխալ արեցի, հա իհարկե։ Եվ ինչ ես անում այդ ժամանակ ինքնակնդատությունը արդեն լսեցի։ Դրանից հետո ինքնակնդատությունը մի քանի ժամ միջև քնելը տևում է, բայց հաջորդ օրը արդեն նոր օր է ինձ համար եւ ես նոր մեթոդ եմ ձեռնարկում երեխաներից հետ շփվելու համար։ Ասեմ, մեթոդներից մեկ օրինակ ես կյանքի դաս որպես սովորել եմ այն, որ երբեք երեխային բարկացած ժամանակ չդաստիարակել։ Հիմա չեմ ասում, որ դա ինձ հետ չի լինում, բայց երբ որ լինում է, ես խորապես գիտակցում եմ իմ սխալը, որ բարկացած ժամանակ, երբ որ դու շատ բարկացած ես, չի կարելի երեխային այդ ժամանակ դաստիարակել, որովհետև լավ արդյունքի փոխարեն ես ավելի վատացնում եմ։ Այսինքն պետք է հանգստանաս, այսպես ասած, սառես մի քիչ, այո, ինքնակարգավորվես եւ ճիշտ էմոցիոնալ դաշտում, ճիշտ ձևով խնդիրը բարձրաձայնես երեխայիդ հետ եւ փորձես ուղղել նրան ճիշտ ձևով։ Դա կյանքի մեկ դաս է, երբևէ նրանց չենք խաբել։ Ինչ էլ լինի, ճշմարտությունը ինչքան էլ դժվար լինի ընդունել, մենք երբևէ նրանց չենք խաբել։ Եվ արդյունքում երկուսն էլ մեծացել են որպես շատ ազնիվ երեխաներ։ Գերազանց ու հոյակապ երեխաներ ունեք, շատ ուրախ եմ դրա համար, բայց դա գալիս է նաև ձեզանից։ Նարինե ջան, գալիս է քեզանից եւ քո ամուսնուց։ Ու երբ որ խոսում ենք գիտակցված ծնող լինելուց, ինչ է նշանակում գիտակցված ծնող, այսինքն ցանկացած բան դու գիտակից ձևով ես մոտենում։ Երբ որ գիտակից ծնողը հասկանում է ինչ արժեքներ է ուզում սերմանել, ոնց որ ձեզ մոտ ստախոսությունը չընդունված մի բան է։ Conscious parenting-ի գիտակցված ծնողավարության մեջ ես շատ հաճախ օգտագործում եմ boundary, սահման, միշտ նշում եմ։ Boundary-ները լինում են երկու տեսակ՝ negotiable non-negotiable այսինքն կան սահմաններ, որոնց մասին մենք կարող ենք բանակցել եւ խոսել, ընդունել կամ չընդունել, կան սահմաններ, որոնք կոտրելը չի ընդունված չի։ Ձեր այդ սահմանը, որ non-negotiable boundary եք դրել սուտ խոսելու եւ սուտ չխոսելու ազնիվ լինելու միջև չէ, ու դուք ձեր կողմից այդ սահմանը պահում եք։ Conscious parenting գաղտնիքը հենց դրանում է, որ բոլորը մտածում են այդ սահմանը, որ գծում ես, սուտ խոսել չի կարելի, ուշանալ չի կարելի, դա երեխային է վերաբերվում, բայց դա ծնողին է վերաբերվում։ Հիմա դու ինչքան գեղեցիկ օրինակ բերեցիր, երբ որ ծնողները գալիս են երեխաների հետ, ասում են, որ սուտ է խոսում, վատ է վերաբերվում, կոպիտ է խոսում, ասում եմ միգուցե այդ հայլու արտացոլումն է, բայց չէ որ դուք եք սերմանում երեխայի մեջ։
ինչքանով ինձ հայտնի է, գիտակից ծնողավարության մեջ պատիժ բառը կամ սահմանումը գոյություն չունի։ Կարող է սխալ եմ, չգիտեմ, ուղղի ինձ եթե սխալվում եմ, բայց եթե պատիժ հասկացողությունը չկա, ապա ինչ է կատարում, երբ որ երեխան այդ boundary-ներ ասվածը սահմաններն անցնում է, ինչպես է փոխարինում պատիժը, ինչով է փոխարինում պատիժը։ Շատ լավ հարցեր ես տալիս Նարինե, ու շատ եմ սիրում այդ հարցը, ու արդեն դու հասկացար, որ conscious parenting մեթոդի մեջ մենք երբեք չենք կենտրոնանում երեխայի վարքի եւ պատիժների վրա։ Տեսեք, երբ որ cousin effect-ը, սխալ մի բան արել, ունենք ինչ որ արդյունք, հետ գնում ենք այդ նույն սահմաններին։ Եթե դու դնում ես այդ սահմանը, եկեք մի հատ օրինակ բերեմ, միգուցե ավելի հեշտ կլինի բացատրեմ։ Երեխան նայում է հեռուստացույց, մայրիկը խոհանոցում ճաշ է պատրաստում, ասենք կես ժամ կամ 40 րոպե անցել է, մայրիկը խոհանոցից անդադ գոռում է հերիքա հեռուստացույց նայես, անջատի գնա խաղա, անջատի գնա խաղա, ինչքան հաճախ է չէ լինում։ Երեխան շարունակում է նայել եւ նայել չի անջատում, մինչեւ մայրիկը գալիս է բղավում է ու ասում է վաղվանից այլևս հեռուստացույց չես նայելու, դու պատժված ես։ Կամ այսօր iPad-ը 3 ժամ նայել ես, կամ լավ չպահեցիր քեզ, վաղվանից iPad չի լինելու։ Բայց չէ որ այդ սահմանը, որ մենք գծում ենք non-negotiable, ինչ կարելի է եւ չի կարելի, դա երեխայի մասին չէ։ Դա ծնողի մասին է։ Եթե դու գիտես, որ ուզում ես երեխատ օրական նայի, ենթադրենք 30 րոպե մուլտֆիլմ կամ հեռուստացույց, 30 րոպե հետո գալ եւ երեխային ասել 5 րոպե առաջ ասել արդեն 25 րոպեն անցել է 5 րոպեից հեռուստացույցը անջատելու եմ, չէ, երբեմն լինում է, ասենք մի քանի րոպե ամնացել, բնականաբար մենք չենք ստուկ 30 րոպեն նայելու, միգուցե եւ 7 րոպե ավել լինի, բայց ինչ է անում գիտակից ծնողը, այդ հենց քարթունը վերջանում է, գալիս է ասում է հեռուստացույց նայելու ժամանակը լրացավ, հեռուստացույցը անջատում ենք, հիմա կարող ենք խաղանք, կուզես մի բան խաղանք ու տեսեք keyword-ը այստեղ նաև ցանկացած մարդու համար երեխա լինի թե մեծահասակ transition-ը շատ դժվար բան է։ Այո, այո։ Հա, ծնողը ոչ թե պետք է պահանջի եւ պատիժներով հանդես գա, այլ պետք է քայլը ձեռնարկի, գալիս ենք հեռուստացույցը անջատում ենք, եթե iPad-ը, որին ես միանշանակ դեմ եմ, բայց ենթադրենք iPad-ը տվել ես ու դու ասում ես ընդամենը կարող ես 20 րոպե երգ լսես, դու 20 րոպե հետո պետքա գաս եւ երեխային ասես, գիտես հիմա պետք է iPad-ը վերցնեմ ու ոչ թե ասնես կարող եմ վերցնեմ, որովհետեւ այդ boundary-ն դու սահմանել ես ու քո գործն է, որ դու այդ boundary-ն պահես։ Հիմա տեսեք, երբ որ դու հեռուստացույցը եկար անջատեցիր ու այդ transition-ը փոքրիկին օգնում ես, գիտես, արիք մի հատ գնանք տեսնենք այս գրքերդ, որը կարելի է տեղերը փոխել կամ խաղալիքներից ինչ կարող ենք անեն կամ ինչ կարող ես խաղալ, դու երեխային օգնում ես, ու transition լինի։ Այս դեպքում պատժելու կարիք եղավ։ Չէ, որովհետև դու չհասավ պատժին, այսինքն դու նրան առաջարկում ես ավելի լավ բան, այո, գիտակից նախքան որ դու կկտրես նրան ինչ-որ բանից, դու ավելի լավ բան ես առաջարկում եւ այո, հիշեցի մի դեպք փոքր տղայիս հետ կապված, մի օր չեմ հիշում ինչ հարցի շուրջ էինք վիճում, ինքը այսպես մի տեսակ opinionated երեխա է, սիրում է իր կարծիքը արտահայտել, սիրում է ու շատ խելացի կարծիքներ է արտահայտում, այնպես որ ես իր հետ շատ չեմ վիճում, բայց չեմ էլ հիշում ինչ թեմայի շուրջ էր մեր խոսակցությունը, ես ասում եի այսպես է ճիշտ, ինքը ասում էր չէ, իսկ ես կարծում եմ այսպես է ճիշտ, ինքը իր եսը եւ իր կարծիքը այսպես ոնց որ ես ասում եմ այսպես, ինքը ասում է այսպես, բայց այդ օրը վիճելու փոխարեն ես փորձեցի նրան ավելի երկար ժամանակ տրամադրել ու հասկացնել ինչու էսպես եւ ինձ այնքան դուր եկավ մի խոսք, որ ինքը ասեց, իմ փոխանակ որ այդ շաբլոն դարձած խոսքը, որ ասում են sorry, բան, ինքը այդ sorry փոխարեն մտած ու ասեց I understand, հասկացա, ես հասկացա, այդ ես հասկացա բառը ինձ համար այնքան կարևոր էր, որովհետև ես չեմ ուզում, որ երեխան պարզապես ասի կներես առանց հասկանալու։ Այսինքն ինքը պետք է հասկանա ինչի մեջ է իր սխալը, պիտի խորը գիտակցի իր սխալը, որպեսզի էլ չանի կամ չասի տվյալ բանը։ Իսկ առանց հասկանալու երևի ավանդական ծնողավարության բացասական կետերից մեկը այն է, որ շատ անգամ երեխան պարզապես ասում է sorry ծնողին, ասում է ներողություն, առանց հասկանալու, խորապես հասկանալու իր սխալը, պարզապես ասում է կներես, որ իրավիճակից ձերբազատվի եւ գնա։
Շատ լավ, Աննա, ես նաև ուրիշ հարց ունեմ ժամանակակից ծնողավարության վերաբերյալ, գիտեմ, որ շատ է խրախուսվում երեխային թույլ տալ իր զգացմունքները արտահայտել, բարձրաձայնել այն, ինչ զգում է, լաց լինել, երբ հարկավոր է, այսինքն ծնողի ներկայությունը երեխայի կյանքում հուզական եւ էմոցիաների առումով շատ պարտադիր է ժամանակակից գիտակից ծնողավարության մեջ, բայց ինձ այս հարցն է հետաքրքրում, եթե մենք այդքան ներկա լինենք նրանց կյանքում, այդքան հենարան լինենք հուզական առումով, էմոցիաների առումով, արդյոք նրանք կմեծանան որպես ուժեղ անհատներ հասարակության մեջ, որպես ստրեսակայուն ինչ որտեղ, ինչպես բալանսավորել այդ երկուսը։ Շատ լավ։ Տեսեք, Նարինե ջան, ինչպես ասեցի, ծնողավարությունը, գիտակից ծնողավարության մեջ մենք սկսում ենք ծնողից, բայց նորից այդ emotional regulation-ը սկսում ենք ծնողից։ Հա, երբ որ ծնողը ինքը կարողանում է հասկանալ իր էմոցիաները, իր զգացմունքները, կարողանում է բարկացած ժամանակ, այդ թեժ պահին, որ շատ բարկացած ես, ուզում ես բղավես, պարզապես մի հատ pause, հա, պաուզա ենք վերցնում, մի պահ կանգ ենք առնում, փորձում ենք շնչել, հնարավորինս չափ մեզ էմոցիաները ինքնակարգավորում ենք, այդ դեպքում մենք երեխայի կամ դիմացի մարդու հետ react չենք անում, պատասխանում ենք, այսինքն ես ինչ արեցի, իմ երեխան ինչ-որ սխալ մի բան է արել, բայց փոխարենը բողոքեմ, կամ բղավեմ, իմ երեխան տեսնում է, որ ես բարկացած եմ, բայց ես փազ արեցի, ինքս իմ էմոցիաները կարգավորեցի եւ հաջորդ բանը ոչ թե փորձեցի հարձակվել երեխայի վրա, նվաստացնել, վախեցնել, ինչու ես կոտրել այդ բաժակը, այլ հետաքրքրվել, get curious, հա? Երբ որ դու զգացմունքը suppress ես անում, ինքը հենց այդպես չի կորում, ինքը մնում է քո մարմնի մեջ, կուտակում է եւ մի այլ ուրիշ ձևով դուրս է գալիս եւ եթե նախկին հարցում որ խոսացինք, ինչի են դրագ ալկոհոլ օգտագործում, երբ որ այդ կուտակված էմոցիաները շատ հավաքվում են, երբեմն մարդիկ օգտագործում են այլ միջոցներ, որպիսի նամացնեն։ Ուղակի այդ ցավը այնքան խորն է, ուղակի թմրեցնեն այդ ցավը, հա, որպիսի մի փոքր իրանց լավը զգան։ Հիմա տեսեք, մենք երեխային չենք ոչ սովորացնում ենք, երեխային գիտակից ծնողավարության մեջ պարզապես սովորացնում ենք it's okay to feel your emotions, զգացմունքները ուղակի դա sensation է, հա, sensation ոնց կարող ենք թարգմանել, հայ զգացողականություն, հա, որ այդ պահին ուղակի պետք է քեզ թույլ տաս, խորը շուչ քաշես ու ուղակի զգաս ու թողնես, որ քո մեջ process արվի։ Արդեն այդ դեպքում ինքը process եղավ ու դու շատ արագ հանգստանում ես։ Նայ, բայց այս դեպքում, երբ որ խոսքը չի վերաբերում, ենթադրենք բարկությանը, խոսքը վերաբերվում է, ենթադրենք դու էլ երկու տղա ունես, ես էլ երկու տղա ունեմ, եւ մեր մշակույթի մեջ տղաներին ավելի խրախուսում ենք լինել ուժեղ, խրախուսում ենք զսպել զգացմունքները, դա էլ ինձ համար դեռ, որովհետև ես երկու կողմից էլ լսել եմ այդ արգումենտները, որ արդյոք ճիշտ է, որ մենք այդպես ենք անում եւ լսել եմ, որ ճիշտ չի, տղա երեխային էլ պետք է թույլ տալ, որ իր զգացմունքները արտահայտի, եթե պետք է լաց լինի եւ այլն, հիմա գիտակից ծնողավարությունը խրախուսում է, նույնիսկ ասենք կապ չունի, տղա երեխա է, աղջիկ երեխա է, խրախուսում է, որ արտահայտի իր զգացմունքները, եթե ուզում ես լաց լինել, ենթադրենք դպրոցում ինչ որ մեկը նեղացրել է, ինչ որ բարդ օր են ունեցել, եթե ուզում ես լաց լինել, լաց եղիր, արտահայտիր էմոցիաներդ, բայց ինչպես այս տղա երեխաները, կոնկրետ շեշտս դնում եմ տղա երեխաների վրա, որովհետև այս օրերում տղամարդկանց կերպարը մի տեսակ փոխվել է, մենք բոլորս ենք տեսնում դա, ինչպես մեծացնենք տղամարդ, որ կդառնա հետագայում ընտանիքի առաջնորդ, ում վրա որ կհենվեն, ում մոտ կգան եւ կլացեն եւ ինքը սատար կլինի եւ ինչպես ձևավորել այդ տղամարդու կերպարը, միևնույն ժամանակ թույլ տալով, որ ինքը արտահայտի իր զգացմունքները նույն կերպ, ինչպես որ աղջիկ երեխաները մանկության հասակում։ Շատ լավ հարց է։ Ու շնորհակալ եմ, որ դա հիշացրեցիր, մոռացել էի, գիտես Հայաստանում միշտ ասում էին
տղաները չեն լացում։ Ու քանի որ ես էլ դե մեծանում եմ այդ միջավայրում, այսինքն շատ բաներ դու հարցականի տակ չես դնում, չէ՞, ինչ որ generational եղած մտքեր են, belief-ներ են գալիս սերնդեսերուն, քո պապիկը ասենք պապիկը ասել են քո ծնողներին, ծնողներդ փոխանցել են քեզ, նույն բանը անում ես դու։ Երբ որ life coaching-ը եւ conscious parenting-ը սկսեցի ուսումնասիրել եւ հասկացա, որ եթե անհատը human being, հա, անհատը կապ չունի ոչ սեռը, ոչ տարիքը, զգում է աշխարհը էմոցիաներով, դա մեր ներաշխարհը եւ հասկանում ենք աշխարհը զգացմունքներով, ու երբ որ դու փոքր տարիքից երեխային սովորեցնում ես suppress անել, ինչպես այդ երեխան կարող է զսպել այդ զգացմունքները, ինչպես երեխան կարող է ներդաշնակ լինի իր մեջ։ Բալանսը կորում է։ Նույն բանը, ասենք տղա երեխան կոտրվել է խաղալիքը, ասում են տղան չի լացում, աղջիկներն են լացում։ Այսինքն ինչ ենք սերմանում։ Եկեք մի հատ նայենք, էսի շատ լավ հարց էր ու անգիտակից ձևով սերմանում ենք, որ կնոջ համար օքեյ է լացի, տղամարդու համար օքեյ չի լացելը։ Ասենք ծնողը կորցրել են ծնողին, ունի մի դուստր եւ մի զավակ, հա, ու տղան հիմա ծնողին կորցրել է, շատ մեծ դա կորուստ կարող է լինել, չէ՞, մեծ կորուստ կարող է լինել։ Ու ինչ է նշանակում, այդ տղան մեծ զգացմունքներ, էմոցիաներ ունի, դա մեծ կորուստ է ու իր արցունքների միջոցով արտահայտում է, պարզապես զգում է այդ վիշտը։ Հիմա մենք ինչ ենք սովորացնում։ Դու տղամարդ ես, չես կարող լացես, բայց դրանից հետո it's okay, երբ որ հավաքվում են հաց ուտելու, մի քանի բաժակ կխմես, հա, կթմրեցնես այդ քո ապրումները, որ քո մեջ կուտակվել են, իսկ կանայք, որ լացել են, առանձնակի շատ կարիք չեն էլ, այսինքն կարիք չեն էլ ունենա ինչ-որ մի հատ substance-ի, որպեսզի կարողանան զսպեն այդ զգացմունքները։ Տեսեք, զգացմունքները զգալու համար չկա սեռ։ Ու դա ամենևին կապված չի տղամարդ մեծացնելու, թե կանանցի լինելու հետ։ Զգացմունքը դա ուղղակի այդ պահին, եթե շատ ուրախ ես արտահայտում ես, եթե շատ տխուր ես կան ինչ-որ մի արցունքներ, շատ բնական է, այսինքն դու կարող ես լինես շատ masculine energy ունենաս, բայց հուզմունքից այդ պահին արցունքներ հարտնվեն երեսիդ, ինչ պետք է անես, զսպես։ Այո, այսինքն այն, որ տղամարդը զգացմունքային է եւ կարող է լաց լինել, երբ որ ինչ որ տխուր իրադարձություն է կատարվում կամ զգացմունք է ունենում, դա դեռ չի նշանակում, որ տղամարդը թույլ տղամարդ է եւ լավ առաջնորդ չէ տան։ Ամենևին իրար հետ կարող ենք ասենք կապ չունի, որովհետև այդ նույն իրավիճակից դուրս գալով, հա, բնությունը ինչպես տղամարդկանց ստեղծել է ավելի մկանոտ, չէ, ավելի ուժեղ։ Դա բնատուր բնությունը ստեղծել է իրանց, չէ, այդ ուժը տվել է։ Իսկ կնոջը ստեղծել է որպես ստեղծարար, չէ, այսինքն կինը ծնունդ է, հղիանում է, երեխա է ծնվում, սո մի քիչ էներգիաների եւ մարմնի կազմվածքի մեծ տարբերություն կա, բայց այդ նույն դեպքից եթե դուրս գանք, կինը եւ տղամարդը քայլում են եւ ինչ որ մեկը փորձում է հա ասենք վատ վերաբերվել կնոջը, այդտեղ արդեն եթե տղամարդը ինքը մարզված է, ինքը գիտի իր արժանինքները, ինքը իրան զգում է, որ ավելի ուժեղ տղամարդ լինելով պետք է պաշտպանի կնոջը, ինքը նույն ձևով շատ ուժեղ իր masculine energy-ն է արտահայտում։ Տեսեք, մի բան կա, ինձ թվում է, որ մենք միշտ մոռանում ենք, կա masculine energy եւ feminine energy, այսինքն տղամարդու էներգիա եւ կանանցի էներգիա։ Հիմա բոլորիս մեջ ունենք երկու էներգիաները։ Ես կին եմ, բայց ես ունեմ եւ masculine energy եւ feminine energy։ Տղամարդը նույն ձևով ունի կանանցի էներգիա, տղամարդու էներգիա։ Հիմա տեսեք, կանանցի էներգիան ինքը ավելի ստեղծարար էներգիան է, չէ՞։ Իսկ տղամարդու էներգիան ավելի լիդեր, առաջատար, պաշտպանել, հա։ Ու երբ որ տղամարդը այդ պահին իր վիշտը ավելի նուրբ ձևով արտահայտում է, դա ամենևին չի խոսում իր masculine energy մասին, բայց key word-ը այստեղ, որ միշտ պետք է հիշենք, բալանսն է։ Այո։ Տեսեք, երբ մենք կորցնում ենք այդ feminine-ի եւ masculine-ի բալանսը, չէ՞ որ տղամարդու մոտ բնականաբար այդ feminine energy պետք է ավելի ցածր լինի։ Այո։ Հա? Իսկ կանանց մոտ ավելի շատ բարձր է լինում feminine energy-ն, որպեսզի ունենանք բալանս, բայց այդ բալանսը
փորձել ստեղծել երեխային ստիպելով իր զգացմունքները չարտահայտվել, դա ամենամեծ սխալն է ըստ ինձ ու դա life coaching-ի ու կարծում եմ շատերը կհամաձայնվեն։ Իսկ ինչը կօգնի բալանսը ապահովել այս դեպքում կհամաձայնես, որ գուցե սպորտը, գուցե ինչ-որ Շատ լավ օրինակ է, այսինքն եթե դու նորից հետ ենք դառնում որպես գիտակից ծնող, շատ կարևոր է դու ունես աղջիկ թե տղա երեխա։ Բնականաբար երկուսին էլ դու նույն ձևով սիրում ես, բայց յուրաքանչյուրն ունեն բացի նրանից, որ յուրաքանչյուրը անհատ են, ունեն իրենց ներքնաշխարհը, որ շատ հարուստ ու շատ յունիկ է, շատ տարբեր է, բայց միևնույն ժամանակ մենք ունենք feminine եւ masculine։ Հիմա եթե դու քո տղայի մեջ ուզում ես սերմանել, հա, ուժեղ տղամարդու կերպարը, փոքր տարիքից դու նայում ես, ենթադրենք սպորտի ինչ-որ մի տեսակ, փորձում ես երեխայի հետ որոշել, թե ինչն է հոգեհարազատ երեխային եւ սպորտի միջոցով փորձում ես իր մեջ ավելի ուժեղացնել այդ էներջին։ Իսկ աղջիկա մեջ ենթադրենք շատ ավելի նուրբ էներջի համար դա կարող է լինել, ասենք օրինակ պարը, չէ՞։ Բայց նայեք նույնիսկ պարն էլ էս ամեն ինչն էլ վիճելի է, բայց որովհետև վերջում գիտեք միշտ մի կետ ենք հասնում, որ դու միշտ պետք է նայես քո դիմացի երեխային։ Դու պիտի տեսնես քո երեխային ինչպիսին կա։ Մենք միշտ փորձում ենք տեսնենք այն, ինչ ուզում ենք կամ ուզում ենք դառնա։ Բայց երբ որ դու փորձես քո երեխային տեսնել, այսինքն նկատես, ինչ գրքեր է կարդում կամ ասենք ինչ թեմաներն է հետաքրքրում, երաժշտություն ես դնում, երեխան շատ սիրում է բարի, թե նկատում ես, որ ավելի շատ սկսում է երգել ու փորձես երեխային զուտ ուղղորդես ու այն ինչ իր մեջ կա, փորձես հետի բարձրացնել։ Հիմա ասենք տղաներ կարող է լինի, սպորտը իրանց հետ շատ համահունչ չլինի, բայց նույն տղան դու փոքր տարիքից նկատես, որ ինքը շատ լավ պարում է։ Ինչ պետք է ասենք, տղան պետք է միայն սպորտի գնա, միանշանակ ոչ։ Վերջում մենք ուզում ենք ունենանք պատասխանատու, ինքնավստահ, responsible, self-confident մարդ, չէ՞։ Բայց այդ ամեն ինչը ինչից է գալիս, երբ որ մարդը իր մեջ ունի բալանս եւ ամենակարևորը inner peace, ներքին խաղաղություն։ Այո, համաձայն եմ։ Աննա ջան, մյուս կետերից որ նշեցիր, մեկը այն էր, որ պետք է ապահովել ծնող-երեխա կապը կառավարելու փոխարեն։ Այո։ Հիմա այդ կապի մասին եմ ուզում խոսենք, ուզում եմ հարցնել, արդյոք հավատում ես, որ երբևէ կարող է կամրջվել ծնող-երեխա գաղափարախոսությունների այդ անդունդը։ Ժամանակները այսօր շատ արագ են փոխվում։ Եթե նկատեք պատմության մեջ երբևիցե չի եղել, որ փոփոխությունը մեր կյանքում այսքան արագ կատարվի։ Մեր հայերի մոտ շատ մեծագույն արժեքներից մեկը, ինչպես մենք գիտենք, դա ընտանիքն է։ Մեր հայ ազգի համար ընտանիքը, որը ըստ ինձ ինքը շատ գեղեցիկ ու շատ հոյակապ արժեք է, որ պետք է պահել եւ փոխանցել սերնդեսերունդ, բայց հիմա տարբերությունը տեսեք։ Ծնողները մեր եկել են այդ մեծ արժեքը ունենալով, ընտանիքը միավորված լինելով, միասին ընտրելով, տոները միասին անցկացնելով, եւ մեր երեխաները այսօր գնում են դպրոց։ Իսկ այստեղ culture-ը իրանց սովորացնում է, որ դու անհատ ես, ինդիվիդուալ ես։ Հիմա գալիս է երեխան տուն, ինչ որ առիթ պետք է գնան, երեխան ասում է, որ դպրոցում արդեն սովորել է, ու բնականաբար մեր երեխաները շատ խելացի են, սկսում են մտածել։ Հա, բայց ասենք homework-ներ ունեմ կամ մի քիչ լավ չեմ զգում ու այդ առիթին որ պետք է գնանք, իմ տարիքի ոչ մեկ չկա, ինձ համար շատ ձանձրալի է, չեմ ուզում կամ։ Ու այստեղ սկսվում է մեծ մի հատ բախում ծնողների միջև, որ սա մենք ընտանիքով ենք ամեն ինչ անում, միասին ենք անում ու այդտեղ արդեն սկսում է տարաձայնությունները։ Ընդհատում եմ, նշեմ, որ շատ անգամ բախումների պատճառը ոչ թե այն է, որ դու դա անում ես երեխայի համար, շատ անգամ, եթե ինքնախոստով անենք, այդ բախումների պատճառը այն է, որ կողքից ինչ կասեն։ Քո եսի համար ես անում, կողքից կասեն, այո, այսինքն դու ուզում ես, որ հասարակության մեջ ցույց տաս, որ դու ճիշտ դաստիարակությունն ես կիրառել քո երեխաների կյանքում եւ հիմա երբ քո երեխան ստիպված է, որ ես չեմ խրախուսում, որ երեխան լինի այդպես anti-social, անի այն ինչ ուզում է, երբեք դա չէ, բայց երբ որ ստիպված է մնալ տանը եւ զբաղվել իր դասերով կամ չի կարող բավարարել քո պահանջները այդ պահին, քո ուզածով շարժվել,
այդտեղ եթե մենք մի պահ կանգ առնենք, կհասկանանք, որ արդյոք դու այն ինչ որ պահանջում ես քո երեխայից, դա նրա լավի համար է, թե դա պարզապես քեզ համար է, որ հասարակության մեջ քո մասին սխալ կարծիք չունենա։ Միանշանակ։ Գիտակից ծնողը, երբ որ նստում է, ենթադրենք թինեյջեր երեխայի հետ, որը չի ուզում գնալ, չգիտեմ, ասենք բարեկամի տուն, փոխարենը քննադատի, նվաստացնի, այլ փորձում է հասկանալ ինչու։ Get curious, եթե դու ուզում ես այդ կապը քո երեխայի հետ լինի եւ այդ անդունդը ձեր մեջ չլինի, փորձիր հասկանալ երեխային։ Միգուցե նա այնքան մեծ պատճառներ ունի, որ դու ինքդ հասկանալով, ասենք, քննություններ կան, կամ էսեյներ կան, թողելա վերջի րոպեին, դու գիտակցում ես, որ շատ ավելի ճիշտ կլինի տանը մենակ թողնել երեխային, աղմուկ չի լինի, երեխան իր հանձնարարությունը կկատարի։ Բայց միևնույն ժամանակ էլ, օրինակ, տոներին կամ, չգիտեմ, տատիկի 60-ամյակն է կամ մեծ առիթ է, կան առիթներ, որոնք դու դնում ես non-negotiable։ Այսինքն այդ սահմանը դնում ես, որ ոչ, երբ որ լինում է, այսինքն մեծ առիթներ, որտեղ բոլոր ընտանիքի անդամները հավաքվում են, մենք պետք է հավաքվենք, որովհետև դա մանավանդ COVID-ից հետո հիմա գիտեք, այնքան քիչ են մարդիկ միմյանց տուն գնում, միմյանց հետ ժամանակ անցկացնում։ So դա այնքան լավ առիթ է, որ շատ բարեկամներին, որ դու ամբողջ տարին չես կարող տեսնես, մի հատ կապ հաստատես իրանց հետ, շփվես եւ վերջը լավ ժամանակ անցկացնես։ Փորձիր հասկանալ քո երեխային։ Ինչն է պատճառը չի ուզում գա։ Ու եթե դա անընդհատ է կրկնվում, օքեյ, ուրեմն դրա հետևում էլ ինչ որ խնդիր կա։ Մենք պետք է անդադ փորձենք մոտենալ եւ հասկանալ նրանց, ինչու համար են նրանք այս բացը ունեցել։ Եթե մենակ մենք մեր վրա կենտրոնանանք, այդ անդունդը գնալով ավելի կշատանա։ Ամեն եկող սերունդ իրեն թվում է, թե ինքը ավելի գիտակից է, ավելի ինֆորմացված, ավելի պատրաստ կապ հաստատելու հաջորդ սերնդի հետ, բայց մի բան կա, որի հարցում յուրաքանչյուր զավակ հետ է իր ծնողից եւ դա կյանքի փորձն է։ Միանշանակ համաձայն եմ քո ասածի հետ, բայց քանի որ ժամանակները շատ արագ փոխվում են, երբեմն նույնիսկ քո ծնողի տված կյանքի խորհուրդը մեր այսքան արագ ռիթմի հետ միգուցե արդեն համապատասխան չի լինում։ Երբ որ ծնողը լսում է երեխային, փորձում է հասկանա, միգուցե այդ իր փորձը փոխանցի եւ ասի ես հասկանում եմ, սա իմ փորձն է եղել, բայց միգուցե մի փոքր փոփոխություն պետք է մտցնես, որպեսզի քո համար աշխատի։ Ու շատ նաեւ կարեւոր է, որ դու ասում ես ծնողներից սովորելը, որ ես միանշանակ համաձայն եմ, բայց այդ գապը լցնելու համար ծնողը պետք է նաեւ բաց լինի սովորելու։ Շատ ժամանակ, երբ որ ասում են ծնող ենք, մենք արդեն ամեն ինչ գիտենք, բայց գիտեք, կյանքում մինչև մահվանդ վերջին օրը դու դեռ կարող ես սովորել։ Իսկ այն ծնողը, որ ինչ որ մի բան էր, սերնդես սերունդ, հա, պահելաձևի դաստիարակության մասին լսելա, ու ինչ որ մի բաներ այսօր ձեռնարկում է, դա արդեն բավական չի։ Դու պետք է փորձես անընդհատ սովորել եւ երբեմն, ոչ թե երբեմն, այլ ծնողավարության մեջ էլ ամենալավ ուսուցիչը երեխան է։ Այո, այդ ասույթը կա, չէ, որ երեխաներ մեծացնելիս մենք մեծացնում ենք ինքներս մեզ։ Միանշանակ, երբ որ դու տեսնում ես երեխան, օրինակ, emotionally dysregulated երեխա ունենք, էմոցիաները շատ դժվար է կարգավորում։ Հիմա երբ որ դու երեխային ասում ես էմոցիաները զսպի, պահի, այսինքն ոչ մի լուծում դու չունես, ասենք anxiety ունեցող երեխա է, բայց այդ հարաբերություններում ամենաառաջինը դու պետք է սովորես, դու քո էմոցիաները կարգավորես, self regulation։ Այդ safe space-ը, հա, անվտանգ, ապահով եւ խաղաղ միջավայրը, որտեղ ձայնը չի բարձրանում, որտեղ չենք նվաստացնում երեխային, որտեղ երեխային չենք վախացնում, որտեղ երեխային չենք պատժում, որպեսզի երեխան ինքը կարողանա հանգստանա եւ փորձի քեզ լսել։ Ես մտածում եմ, որ նաեւ պետք է երեխաների հետ աշխատանք լինի։ Ես հասկանում եմ ծնողավարությունը, ծնողների հետ է աշխատանքը, բայց միևնույն ժամանակ այնինչ կարդում ենք մենք այսօր, եթե դու հիշես մեր դպրոցական տարիների գրականությունը, մեր այն դասագրքերը, որով մենք սնվում էինք, այսպես ասած, ինչքան ծնողամեծար էր, ինչքան ընտանիքակենտրոն, ինչքան եւ դա մեզ ծնում էր։
Եվ մենք շատ անգամ ավելի հանդուրժողաբար էինք վերաբերվում մեր ծնողների սխալներին, քան այս սերունդը կվերաբերի մեր սխալներին։ Դրա համար ինձ թվում է գոնե տանը այդ արժեքների սերմանումը երեխաների կյանքում պետք է լինի, որպեսզի կատարվի երկկողմանի շարժ դեպի այդ կամուրջի մեջ։ Այո։ Միանշանակ համաձայն եմ, բայց տեսեք, անհատի ձևավորման մեջ միայն ծնողավարությունը չի, չէ։ Մենք ունենք այսօր սոցիալ մեդիաները, հեռուստացույցը, podcast-ները, հիմա այդ միջավայրն էլ է ազդում անհատի մտածելակերպի վրա։ Հա, մեր ժամանակ մենք չունենք հեռուստացույցը, չգիտեմ, օրվա մեջ մի ժամ կամ 2 ժամ կարող ենք ինչ-որ հաղորդումներ նայել, իսկ այսօր երեխաները քանի ժամ են անցկացնում հեռուստացույց նայելով կամ էլ չխոսենք վիդեո գեյմերից, էլ չխոսենք սոցիալ մեդիայի ռիլերից, ու ինչ է կատարվում։ Ծնողը կատարում է իր աշխատանքը, բայց 4 ժամ երեխան նայում է ինչ որ հեռուստացույցով ոչ լավ հաղորդումներ, որտեղ իրանք սերմանում են լրիվ ոչ առողջ սերմերը։ Այսօր ես դա տեսնում եմ, որ շատ անհրաժեշտություն է մեկը որպես ծնող արգելել երեխաներին այդ վիդեո գեյմերը, iPad-ները եւ TV-ին, այսինքն ոչ թե արգելել, այլ շատ կարևոր է հեռուստացույց նայել, քարթուններ նայել, բայց շատ ոչ անհրաժեշտ iPad-ները, վիդեո գեյմերը պետք է դուրս գան։ Գիտակից ծնողավարությունը ինչու՞մ է կայանում։ Տեսեք, շատ ժամանակ այսօր նկատում եմ ծնողները, որ գալիս են doctor appointment կամ ինչ որ միտեղ որ գնում ենք, iPad-ները հանում են, միացնում տալիս են երեխայի ձեռը։ Ծնողը որպես գիտակից ծնող, այսինքն դու ինչ մեսեջ ես տալիս քո երեխային։ Այո։ Ինձ հանգիստ թող, այս բանը ինձ համար շատ կարևոր է, որ դու հանկարծ չլացես, չնեղացնես, շատ չքայլես, ավելի լավ է մտի քո iPad-ի մեջ, ինձ հանգիստ թող։ Իսկ ինչքանով է դա գիտակից մոտեցում։ Հետո բողոքում են, որ երեխաները սոցիալ մեդիայից ու գեյմերից չեն կարողանում կտրվեն, երբ որ ինչքան վիդեոներ կան, երբ որ ծնողը փորձում է վիդեո գեյմը անջատի, հա, կամ գալիս է remote control-ը վերցնում է, որ TV-ն անջատի, երեխաները այնքան մեծ emotional explosion է տեղ ունենում, հա, պայթում է կայացվում, որովհետև տեսեք, այդտեղ մեծ ինչ-որ մի հատ լրիվ ուրիշ աշխարհ է, գունավոր տարբեր գույներ, ձայներ ու շատ ադրենալին կա ու միանգամից դա կտրեցին։ Իհարկե պիտի լինի այդ բախումը։ So conscious parenting-ի հետ կապված ես այսօր կասեի բոլոր գիտակից ծնողներին համենայն դեպս կխրախուսեի, որ հնարավորինս չափ չունենան iPhone-ներ, վիդեո գեյմեր տան մեջ, չունենան phone-ով գեյմեր չխաղան տանը, եւ գիտեմ այսօր գիտեք շատ ժամանակ մի կարևոր բան եմ նկատել, շատ լավ մտքիս եկավ, ուզում եմ կիսել, ծնողներից շատերին որ հարցնում եմ, ասում են դե ինչ անեմ, գալիս անընդհատ ասում I'm bored, ձանձրացել եմ, ինչ անեմ։ Հիմա տեսեք, ինչն է փոխվել մեր կյանքում։ Այն ժամանակ, որ մենք փոքր երեխա ենք, չունենք այդ activity-ները, social media-ն եւ phone-ը, այդ ձանձրույթը, այդ հանգիստ միջավայրն է, որ քո միտքը, որը շատ հզոր է ու գեղեցիկ մտքեր կարող են գան, հա, creativity, imagination-ը հենց այդտեղ է ստեղծվում։ Այո։ Հա, ոնց է արվեստագետը գնում է իր սենյակ, փակում է դուռը ու իր կտավն ու իր վրձինն է։ Երեխայի համար դա boredom-ն է։ Այո։ Երբ որ դու երեխային անընդհատ զբաղված ես պահում, որ քեզ հարցեր չտա, քեզ չնեղացնի, ինչ ես անում դու։ Դու զրկում ես այդ երեխային ստեղծելու ընդունակությունից։ Այո։ Որը մարդկության ամենավեհ հատկանիշն է, մարդը ստեղծագործ է եւ այո, ճիշտ է, այս մեր օրերում կարծես թե ամեն ինչ ստեղծվել է, որպեսզի մարդու տեսակից զրկեն, այսինքն այո, մարդը ինքը ստեղծագործություն է եւ մեր օրերում ամեն ինչ ստեղծվել է, որպեսզի մարդը իր ամենավեհ հատկությունը չգործադրի կյանքում։
ցավալի է, բայց ուրախ եմ, որ կան մեթոդներ, որոնք կարող են կիրառվել եւ աշխատանքներ տարվել ծնողների հետ, երեխաների հետ եւ այսօր մեր ժամանակը պարզապես այսպես վազեց։ Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, Աննա ջան, շատ շնորհակալ եմ քո ժամանակի համար։ Ես դեռ շատ հարցեր ունեմ, բայց հուսամ, որ մենք նորից հնարավորություն կունենանք հանդիպելու։ Դեռ հույս կա, երբեք ուշ չի, այսպես ասած։ Եթե դուք նույնիսկ որպես ծնող մտածում եք, որ արդեն սխալներ եմ թույլ տվել եւ ես արդեն իմ սխալների պտուղները տեսնում եմ երեխաների կյանքում, այնպես չի, որ հույսը արդեն հույս չկա։ Կան մեթոդներ, որոնք կարող են դեռ կիրառվել եւ repair անել։ Այն ինչը կարծում եք բաց թողված է, դա շատ մասնագետի օգնությամբ կարող է լրացնել այդ բացը, այո։ Հաստատ, որովհետեւ իրավիճակներ կան, որոնք մենք մեզանով իսկապես ի վիճակի չենք ուղղել, բայց փառք Աստծո, որ կան լավ մասնագետներ, ովքեր պատրաստ են օգնելու մեզ ծնողավարության հարցերում։ Դե ինչ, շնորհակալություն, որ մեզ հետ եք այս ժամերի ընթացքում, րոպեների ընթացքում։ Խնդրում եմ, որ չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, սեղմել subscribe եւ like կոճակները եւ սպասել մեր հաջորդ զրույցներին։